Մեծ շուրջպարի համար ընտրվել են հայկական պարզ պարերից 3 ամենահայտնիները։ Առաջինը դա հարս հարսանեկան ծիսական պարեր, որ հարսին տնից համարել են, երկրորդը դա հայտնի ժողովրդական միջավայրի պարն է և երրորդը կարոտ ժողովրդական պարն է։ Արի պարի կարգախոսով միջոցառումները շարունակվում են Հյուսիսային պողոտայում և Շարլ Ազնավուրի անվան հրապարակում։ Պարային ֆլեշմոբ է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանին հարող տարածքում, իսկ միջոցառումների եզրափակիչ ակորդը կհնչի Ազատության հրապարակում։ Արմինե Գևորգյան, Սամվել Գալստյան, Ռադիոլուր։ Ժողովուրդ ջան, ողջույն, մի քիչ հեռախոսս առաջ բերեմ, նոր խոսեմ, որ ինձ համ լավ տեսեք, համ լսեք։ Պարում է Երևանը, պարում են երիտասարդները, պարում են ամենուրեք, ասեց ֆլեշմոբը կլինի Սպենդիարյանի, չգիտեմ, տուն-թանգարանի մոտ, դե Կասկադը միշտ պարում են, Հանրապետության հրապարակը պարում են, հալալ է իրանց, ուրախ ազգենք։ Ինձ գիտեք ինչ ա թվում, որ երբ որ ցեղասպանության օրերին հայերը ստեղից ընդեղից, ասենք, իրանց մեջ խոսակցություններից լսել են, որ թուրքը պատրաստվում է իրանց կոտորելու, հայերով հավաքվել են, որոշել են, որ դիմադրելու փոխարեն ավելավա պարենք։ Ու եկել են իրանց քաղաքներում, գյուղերում, ասենք էլի, մաղալներ են դրել, սկսել են խորոված անել ու սկսել են պարել, ասել են պարում է Սասունը, պարում է Մուշը, պարով կհաղթենք, պարով կփրկվենք, պարով սենց էլի ու սկսել են պարել։ Թուրքն են բանի կատաղած գազանի պես սենց եկե տեսելա սրանք սենց անուղեղի պես պարում են, սենց հարցակվելա վրեքտերել պարող խմբից մի 50 հոգու, 100 հոգու տարել են պատիտակ գնդակարել, բռնաբարել, սպանել, հետ է եկե տեսելա սրանք էլի ես իրանց խորովածի մաղալի կողքը կանգնած պարում են, ուտում խմում են, նորից մի 1000 հոգու տարել, նորից սպանել, մորթել, կախել, սրանք սենց պարել են։ Ու վերջում արդեն երևի մի 500 հոգի մարդ է մնացել, այդ 500-ը արդեն զգացել են, որ այմար գնալով մեր պարողների թիվը պակասում է, թուրքը խումբ տանում, մորթում է, բռնաբարում է, կախում է, ուղարկում է դերձոր, հելնենք, փախնենք, գոնե փրկվենք, այդ 500 հոգին այդպես մազապուրս եկել են ամերիկյան որբանոցները։ Սա իհարկե ես մի քիչ հեգնում էի բնականաբար, բայց ժողովուրդ ջան, ինչ է կատարվում ձեզ հետ։ Հայաստանցիներին եմ ուզում ուղղել խոսքս։ Այդ ձեր ցավը տանեմ, են որ ասում են մեռելը հլը մահացածը հանգուցյալը չի սարել, դուք արդեն քեֆ եք անում։ 2 օր առաջ ցեղասպանության 111-րդ ամյակն եք նշում, 20 ժամ չանցած սկսեցիք խորոված անել, 2 օր չի անցել պարում եք, որ օրը նորությունները դիտում ենք Հանրապետության հրապարակում Կասկադի մոտ օպերայի պարում եք, հասկացանք էլի, ինչներիդ վրա եք այդքան ուրախացել, ժամ չկա, պատարակ չկա, հասկացանք, պարեք էլի պարեք, բայց ժամ պետք է լինի, պատարակ պետք է լինի, այս ջայլ ես սիրուն աղջիկին տարել լցրել եք այս հրապարակը, այս երեխեքը պետք է հիմա լինեն գրադարաններում, պետք է լինեն իրենց բուհերում, ուսումնական հաստատություններում, այս երեխեքը պետք է զարգանան, կրթվեն, երկիր եք ուզում կառուցեք, հզոր երկիր եք ուզում դառնաք, Եվրոմիություն եք գնում ինչ-որ անձնագրերի գույնի համար կռիվ եք անում, հլետել ուրիշ հարցա չեմ էլ ասում եք վիզաների ազատականացումը, որ տվեցին այդ Հայաստանը, դուք մտածում եք, որ մարդ չի մնա, սա կդատարկվի, սա կգնան Եվրոպա էլ հետ չեն գա, իհարկե դա ուրիշ հարց է, բայց այս երեխեքը ուրիշ բան չունեն անելու։ Ամբողջ օրը նստած ընկած հայհոյում եք, մատնանշում եք, իմ նմաններին, ովքեր ապրում են Եվրոպաներում կամ Միացյալ Նահանգներում, փախել եք,
ես դավաճանել եք, մեզ փող չեք տալիս, ինչ եք արեք այս երկրի համար, հələ մի հատ այդ փոսը, այդ կեղտա փոսը ես երբեմն անվանում եմ քաքափոս, շատ ներողություն իհարկե, որը Հայաստանն է հիշեցնում, որի մեջ ճնշող մեծամասնությունը կոմֆորտ զոնայում է, տես լավ ապրում է, այդ փոսից մի հատ գլուխները թանեք, մի հատ նայեք այդ Եվրոպաներում, Ամերիկաներում այդ ձեր հայրենակիցներին, որ այդպես քարկոծում հայում եք, հələ մի հատ նայեք նրանք ոնց են ապրում, որ մեկն է 5 շաբթիորով հել է պարա գալի, 5 օր մարդիկ էշի պես տանջալից աշխատում են, իրենց ընտանիքը պայելու համար, 2 օրն էլ չգիտես քնում են, լվացք են անում, գնումներ են անում, իրանց էլի խեղդելով, սպանելով, որ իրանց հարազատներին օգնեն, իրենց ընտանիքը Երևանում պահեն, հիմնադրամին մի բանով օգնեն, մի աղքատ վատապրող ընտանիքին օգնեն, դուք էլ ամբողջ օրը հայուրանքա որ կապում եք, գնացեք աշխատեք, այ մարդ, գնացեք սովորեք, այդ Եվրոմիությունը, որ ուզում եք, այդ վիզաների ազատականացում, որ ուզում եք, հələ մի հատ այդ փոսից գլուխները բարձրացրեք, այդ կեղտա փոսից, մի հատ նայեք այս երիտասարդները Միացյալ Նահանգներում կամ Եվրոպայում ինչով են զբաղված, ինչպես են ապրում, համատարած սաղ քաղաքը քթերը տաշած աղջիկներ նույն սանրվածքով, նույն հագուստով, այդ պուճուրիկ շապոկլյակի պայուսակը ձեռները, պլանի գլխից շրջանայինից, որտեղ ուսանողական բաներն է, ոտքով սենց այդ հյուսային պողոտայով միջև հրապարակ սենց ամբողջ օրը էտա։ Մի հատ եկեք այս երիտասարդությանը նայեք։ Սրանք չեն սովորում օժիտի համար դիպլոմ ունենան դնեն օժիտի մեջ։ Հələ եկեք այս ամերիկյան երիտասարդությանը նայեք, եվրոպական երիտասարդությանը նայեք։ Համ սովորում են, համ ինչ որ չգիտեմ, հյուրանոցներում աշխատում են, սրճարաններում աշխատում են, այդ երեխեքին տարել լցրելիք այդ հրապարակը, այդ հարգալից պարոնները, բարի վարպետները եկել են, ինչ որ խոսում են, օրը փոխել չի լինի, բան չի լինի։ Այդ երեխեքը հիմա պետքա գրադարաններում նստած լինեին, կրթվեին, գիտելիք ստանային։ Այս աղջկի ամբողջ խնդրեմը հայաստանցիների Made in Armenia, որ կա վզներին գրած է։ Այդ որ ասել եմ, ասում եմ 80%, որին ժեխ եմ անվանում, որ այդպես վիրավորվում եք, հայհոյում եք, այդ բոլորը անկրթությունն է, անկիրթ են այդ 80%-ը, որ ժեխ են, որ բերանները բացում են սրանդարան, հայհոյում են, բավականաչափ կրթված չեն։ Կրթեք ձեր երեխաներին։ Դա իհարկե ուրիշ թեմա է, դրա մասին առանձին պետք է խոսամ, բայց սենց զարմանում եմ, էլի սենց սաղ օրը տաշի։ Ասում եմ, էլի երևի թուրքն էլ կոտորելուց եկել է, այն Վարդան Պետրոսյանը մի հատ ներկայացում ունի, որ ասում է, մենք այն կենթանու նման ենք, որ գնում է ջուր խմելու, գլուխը կախում է ջուր խմի, նայում է տենում այն կողմից գիշատիչը մոտիկացել են գիշատիչները, սենց հավաքվել են, որ ուտեն, դες նայում ասում է, դե լավ, հələ հեռու են, էլի բան չկա։ Հիմա ձերն է։ Հələ մի հատ Հայաստանի վիճակը նայեք, լինել չլինելու հարց է լուծվում, հունիսի 7-ին պետք է ընտրեք կամ չլինելը Նիկոլին կամ լինելը ցանկացած այլ ուժերի։ Նստել եք միկրոֆոնները, խոսափողները առել եք, ընկել եք Տավուշի գյուղերը, թե Շահենա, Շահինա, եկելա, ինչ եք մտածում, ադրբեջանցիք են գալու, Շահինը ձեր համագյուղացին է, հələ մի հատ դուք էլ ուրիշ դարդ ու ցավ չունեք ժողովուրդ, դա ես սրա վրա եմ զարմացած։ Թշնամինը դե եկեղեցիա քանդում, այս խիարը ընկելա պամիդորի պառնիկներով է ման գալիս, ինչ որ հիմար բաներ է խոսում, իրա նախարար Թորոսյանն ասում է դեպի Ադրբեջանի գործն է իրա տերիտորիայում, ինչ կուզի կանի եկեղեցի կքանդի, թե գերեզման կպղծի իրա գործն է։ Դուք էլ սենց անջտված ընկացեք, Նիկոլ ջան մի հատ նկարվենք, Նիկոլ ջան մի հատ դրանից էլ իստու կպցնեմ դոշից, Նիկոլ ջան մի հատ կարաս պարքերս ջրես, ասում այնքան պարք ունեմ, այս երկ։ Կրթության պակաստ է, տգիտություն որ ասում եմ ժեխ, կրթության պակաստ է։ Ուրախացեք, բան չունեմ ասելու, ես չեմ ասում դրեք ամբողջ օրը դելեյաման երգեք, այդ ողպես ազգի մեջ շատ է, ֆիլմերում, երաժշտության մեջ չափից ավելի շատ է, Ժորժ ջան, բայց ժամու պատարակ կա, ուրախանալու օրը ուրախացեք, սգալու օրը իսկապես սգացեք, կրթվելու օրը կրթվեք, զարգացեք, առաջ գնացեք, պարում եք, որտեղ նայում ենք, երբ YouTube-ը միացնում ենք, հայկական որևէ ալիք համացանցում նայում ենք, ամեն օր պարում եք,
ամենուր երաժշտություն է, Կասկադից սկսած միջև հանրապետության հրապարակ գյուղերով, շրջաններով, Գյումրիով, ինչներիդ վրա է կտեց ուրախացել, ինչներիդ վրա է կտեց քեֆանում, չգիտեմ, զարմացած եմ։ Սա էլ որ ուզում եմ ասեի, լավ աղջիկներ կան, գեղեցիկ երիտասարդ աղջիկներ են, բոլորը ինչպես կասեր նորից Վարդան Պետրոսյանին այսօր երկու անգամ հիշեցի, ինչպես կասեր Վարդան Պետրոսյանը, բոլորը պատրաստ են մայրանալու, ցավոք տղաները շատ քիչ են, գիտեք ինչ պատճառներով, բայց եղածնել պետքա կրթվի, երիտասարդները պետքա կրթվեն, կրթություն ստանան։ Հետևեք ձեր երեխաներին, խոսքս ուղեմ տղաների հայրերին, ձեր տղան որ առավոտը տնից դուրս է գալիս, մի հատ ասեք այդ գրպանի դանակը, տղա ջան, հանի դիր սեղանին, սա որ իրար մորթելով ման են գալիս, այդ գողական բարքերից, այդ էլ ասախ կրթության, ամեն պրոբլեմ Հայաստանում որ այսօր կա, կրթության պակասն է, դրա պատճառը բավականաչափ հասարակությունը կրթված չի, այն որ իմ տարիքին ինձանից մեծ տղամարդը Հակոբ անունով ազգանը մոռացա, իր թորների այդ նկարը որ Facebook-ում կա, դու մտնում ա իմեջը հայուակներա գրում, դա կրթության պակասն է, այն որ նստած 300,000-ով դոգ եք նայում, այսօր էլ դոգի կեղտա բերան դատապաշտպանն ա ով ա եկել է հանձնաժողով գրանցում ա, որ դոգի նման կուսակցությունը մթամ թե կուսակցությունը, վայ դրան կուսակցություն, որ պետք է ընտրություններին մասնակցի, դա նորից ձեր անկրթության, տգիտության, բթամտության, հետամնացության, ժեխության արդյունքն է։ Կրթվեք, կրթեք ձեր երեխաներին, բարեք միայն լավ առիթների դեպքում, բայց աշխատանքային ժամերից աշխատանքային օրից հետո, որտեղ պետք է աշխատել, աշխատեք, որ լավ ապրեք, որ ձեր ընտանիքը կարողանաք լավ պահել, ինչ ասեմ, երեխաներին դասիրակել, մեծացնել, սա է ուզում ասել, գնացի։